Գազայի ավերակներում այսօր ոչ միայն անցյալի հետքերն են, այլև այն ամենը, ինչ կարող է պետք գալ ապագան կառուցելու համար։ Քաղաքի բնակիչները մուրճերով, բահերով եւ ինքնաշեն գործիքներով քանդում են ավերված շենքերը, հանում մետաղական ամրանները։ Հետո դրանք հատուկ սարքով ուղղում, նորից օգտագործելու, հիմնականում վրաններ կառուցելու եւ ամրացնելու համար։ Երկաթե ձողերը հանելը հսկայական ջանք եւ ռիսկ է պահանջում։ Սա ամենածանր եւ վտանգավոր աշխատանքներից մեկն է։ Գազայի բնակիչների համար սրանք սովորական մետաղական ձողեր չեն, այլև կյանքը շարունակելու միակ հնարավորությունը։ Գազայում նույնիսկ ամենապարզ ապրանքները հասանելի չեն բոլորին։ Նասիհը 1 կիլոգրամ լոլիկը 10 շեքելով, մոտ 1200 դրամով է գնում։ 1 կիլոգրամը նրա խոսքով ընդամենը 4 լոլիկ է։ Հասանի ընտանիքում 15 մարդ կա։ Երեխաներիս, մորս եւ եղբորս պահելու համար պատրաստ եմ այս ծանր աշխատանքն անել։ Ավերակներում աշխատող մարդիկ շատ հաճախ են ծանր տեսարանների ականատես լինում։ Երբեմն մարդկանց մարմիններ ենք գտնում, որ զոհվել են պատերազմի սկզբում։ Գազային ծանր տեխնիկա է անհրաժեշտ ավերակները մաքրելու, փլատակներում մնացած մարմինները դուրս բերելու եւ նոր կացարաններ պատրաստելու համար։ Մենք դա անում ենք, որովհետև ուզում ենք նորից կյանք կառուցել եւ առաջ շարժվել։ Այս մարդկանց կյանք կառուցելու փորձերը չընդհատվող պատերազմի պայմաններում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազան այսպես կոչված Ռիվիերայի վերածելու մասին հայտարարությունները խլացնում են իսրայելական պարբերական ավիահարվածները։ Տեղի իշխանությունը հայտնել է, որ չորեքշաբթի ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 10 մարդ։ Ըստ որոշ աղբյուրների, զոհվել է Գազայի ոստիկանության նորանշանակ ղեկավարը։ Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ նա կապված է եղել Համասի հետ։ Նախորդ ոստիկանապետը նույնպես ցախալի հարվածներից է զոհվել, մոտ 1 շաբաթ առաջ։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։